Երբ որ նայում ենք շուրջ բոլորը վերջին ժամանակներում ինչեր է կատարվում աշխարհով մեկ, հասկանում ենք, որ Քրիստոսի գալուստը ավելի ու ավելի է մոտիկանում։ Հասկանում ենք, որ ավելի ու ավելի շատ մենք պետք է լեցվենք Աստծո հոգով եւ խոսենք նրա մասին։ Պատմենք նրա մասին, ասենք մարդկանց, որ Աստված այնքան սիրեց ինձ, այնքան սիրեց քեզ, որ իր ամենաթանկը, միակը չխնայեց, որ տվեց իմ եւ քո համար, որ գա այս աշխարհ, մարդկային մարմին հագնի, չարչարվի, խաչվի, մահանա եւ հարություն առնի, իմ եւ քո համար, եւ հաղթանակ տա մեզ, եւ բացի ճանապարհ դեպի երկինք, եւ քանդի ամեն պատ մարդ եւ Աստծո միջև հարաբերության, որ այդ վարակույրը, որ պատրվեց, որ մենք այսօր կարող ենք համարձակ գալ Աստծո առաջ։ Եթե մարդ կա այստեղ, որ դեռ Աստծուն չի ընդունել, եթե մարդ կա, որ այսօր դեռ միգուցե տարիներով դու մասնակցում ես, բայց պարզապես հաճախորդ ես, պարզապես գալիս ես շաբաթօրվա ծառայության գնում ես, կուզենամ, որ այսօր քո կյանքում բան փոխվի։ Կուզենամ, որ այսօր դու գաս Աստծո առաջ, քո անձդ բերես Աստծո առաջ, քեզ տաս Աստծուն ամբողջությամբ, ոչ թե 50-50, ոչ թե մի քիչ եկեղեցում, մի քիչ դրսում, ոչ թե երկու կյանք ապրենք եկեղեցում հոգևոր դրսում աշխարհիկ, այլ անմնացորդ մեզ տանք Աստծուն եւ թույլ տանք, որ նրա մեծ հանձնարարականը կատարվի մեր միջոցով։